Ամբողջ եթե բան թակուն չեմ պահում, բոլորս հայ ազգը գիտի, որ Վազգեն Սարգսյանը սպարապետը, իմ համար Վազգեն Սպարապետը միայն ոչ միայն սպարապետ է, այլ կուռ կա նաև, ու այսօր իր ծննդյանն է եկել ենք նշելու, կամ իր մոտ ծաղիկ դրելու, կամ խունգ ծխելու, կամ ուրիշ ոչինչ ինչ կարող հավելել չկար։ Իքը այսօր հաշտ կլիներ այս իրողությունների հետ, որովհետև իր ապրած կենսագրությունը հակադրվում է այսօրվա իրականությանը։ Ես խնդրում եմ այսօր իրականից դուք դեմից սկզբից նշեցիք, որ սպարապետի ծնունդն է։ Սպարապետի ծնունդը թողեք նշենք, քաղաքական հարցերը չտանք այսօր։ Սպարապետի ծնունդը Արցախը ձեր հայրենիքը համարում եք, Արցախը Դուք համարում եք ձեր Արցախում հայրենիքը։ եղել եք, դուք նաև ես որքանով տեղյակ եմ մասնակցել եք։ Կռվին դուք հաշտ եք այս իրողության հետ, որը մեր ներկայում է։ Կռվի մասնակցության մասին ես չեմ ասում, ստեղ գտնված յուրաքանչյուր տողը իմ գլխավորությամբ գլուխը չեմ գովում, բայց եղել ենք իմ հասակակից տարիներին բոլոր պատերազմներին, թե 16 թվին, թե դրանից հետո մինչև 20 թիվ 20-ից հետո, բայց թողենք այդպեսին, որ Վազգենը բանակը սարքել էր, Վազգենը բանակը ստեղծում էր, Վազգենը Ղարաբաղի համար կռվել էր, իրողությունը դրված էր երկրի առաջ, աշխարհի առաջ, այդ էր իրողությունը։ Հիմա դուք հանգարց չնեղանաք բան հարց եք տալիս, որ մտնեմ զորով քաղաքականության մեջ, ես Թալենի, տեսեք, քաղաքականության մեջ եմ, ես չեմ հրաժարվում քաղաքականությունից, բայց այսօր Վազգեն Սարգսյանի մեր սպարապետի ծնունդն է, այդ է իմ նշածը, իմ մատնանշածը, թե չէ քաղաքականություն լինելով ես Թալենի քաղաքացիական պայմանագիր խորհրդի նախագահն եմ։ Քաղաքացիական պայմանագրի առաջնորդն նշում է, որ պետք չէ սրբագործել բանակը, մինչդեռ Վազգեն Սարգսյանի համար բանակը սրբության սրբոց էր։ Եկեք հակաբառեր չխոսանք կլինի այսօր ընդհանուր մեր ժողովրդին, մեր այս տղաներին հակաբառեր չխոսենք, հա։ Դե խոսում ենք Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ բանակը պետք չի սրբագործել։ Եկեք ուրեմն մենք տարանջատենք թե սպարապետ, թե երկրի վարչապետ, թե կռված տղա, չենք տարանջատում, մենք եկել ենք Վազգեն, դուք ասում եք Նիկոլ Փաշինյան, թողեք Նիկոլ Փաշինյան հանգիստ լիքը խնդիրներ ունի, թողեք լուծի։ Այդ խնդիրների պատճառով է, որ այսօր Եռաբլուր չի այցելում պարոն Սափյան։ Դե ըստ զբաղվածության ինքը գիտի, երբ կայցելի օրվա երկրորդ կեսին կամ սկզբին ինքը գիտի ընդամենը։ Դե ասելու բան չի կամ չէ։ Դուք ինչ գիտեք, որ այցելելու է կամ չի այցելելու։ Ամենայն դեպս, եթե Նիկոլ Փաշինյանը այցելեր, պետական պահպանության ծառայությունը եւ ոստիկանությունը այստեղ մեծ շարասյուններ կկենտրոնացնեին, բացի այդ էլ այսօր կառավարության հետ հարց ու պատասխանն էլի, դժվար օրենք խախտի եւ Դե տեսե, համ պատասխանն եք տալիս, համ չգալու նպատակն եք ասում, համ ոստիկանության, չգիտեմ։ Դրանք իրողություններ են, որոնք Ես Հայաստանի Հանրապետությունում լինելով քաղաքացիական պայմանագիր կուսակցության խորհրդի նախագահ, բայց իրավական կառավարման որևիցե մի հարտակում մինչև վարչապետի սկսած ցածրը ես չեմ կարող ասել ինքը կգա սպարապետի ծնունդը, թե չի կգա սպարապետի ծնունդը, թե միլիցիայով, ոստիկանությամբ շրջապատեն փողոցները։ Մենք բոլորս այս կռված տղաներով հիմա մենք տարանջատում ենք մեզ քաղաքականությունից, եկել ենք մեր սպարապետն է, մենք կռված տղաների հին մեր ընկերների կամ ծնողների, ընկերների հետ կանգնած նշում եք մեր սպարապետի ծնունդը։ Դուք հարցեր եք տալիս քաղաքական, դրա մասին եմ ասում մեր աշխատակցություն։